Բարև ձեզ հարազատներս, այսօր մի լավ լուր ունեմ, ինձ համար շատ լավ լուր է։ Կուզում կիսվել ձեզ հետ, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվա առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սկսեմ վատ լուրից։ Ուրեմն սկզբից շատ էին վատ բաներ գրող, վատ կոմենտներ գրող էջից, համեմատաբար շատ էլի, համեմատած հիմքվա հետ, ու շատ էի նեղվում, որ ձև նեղվում էի, որ թե ինձ համար, ինձ վիրավորողներից երբեք չեմ նեղվել, դա միշտ համարել եմ, որ ամեն մի վատ բան ասողից կարելի է մի բան վերցնել, ինչ է որ կարա քեզ շտկի, դա վատ չի, որ մեզ նկատողություն են անում, վատ բաներ են անում, ես դրա դեմ, բայց որպես ազգի ներկայացուցիչների շատ վատ զգում, որ ես ինչ է մեր ազգը անգրագետ, այս ինչ էս սենց ոնց կլինի բան, ու հետո սկսեցի բլոկել իրանց, բլոկել ու շետել էի շատ ծանր տանում, վայ, որ ես ոնց ես բլոկում, որ ես մարդիկ քո կարիք ունեն, բայց ինչ մարդասիրություն ունել, ինչ բան, որ դու մեկը սխալ բան ասի, դու մի անգամից բլոկես, բայց զգում եմ, որ եթե չբլոկեմ, արդեն ինֆարկտի կարող է բերեն։ Որ սկսեցի բլոկել, մի հետաքրքիր բացահայտություն արեցի, որ դրանք նույն մարդիկ են տարբեր պրոֆիլներով մտնում, ամենաշատը 50 հոգի են, ճղվի տրակվի 50 հոգի, շատ քիչ են։ Բայց իրանց աշխատանքը այդ ոչ թե ուզում են քեզ, ես մտածում եմ սկզբից, որ այս մեր երկրի չարուժերն են, մեր երկրում գտնվող չարուժերին սատարողներն են, ոչ, ժողովուրդ ջան, երկրի մեզ փնովողներն են, մեր աչքից գցողներն են, հատուկ ծրագրավորված մի խայտարակություն է, ու որ բլոկում ես, տեսնում ես, որ շատ քիչ են իրանք, շատ քիչ են, այս վերջերս օրինակի վրա ասեմ, որ հասկանալի լինի, որ այս վերջերս տեսահոլովակ եմ դրել, որ բորշ եմ էփում, բան չկա տեսահոլովակի մեջ, երաժշտությունն էլ բանն է, I find my love in Portofino, դա չեմ կարող ճիշտ երգեմ այդ երգը, բայց սենց երգա իտալերեն, երգի բառերը չկան, երաժշտությունն է, ու մեկը գրել է ափսոս թուրքական երաժշտությունը։ Ես էլ հեռախոսս դնում եմ ու սկսում վայ ոյ ազգիս համար, որ ես ինչ կլինի, այս ազգի վերջը ոնց կլինի, բայց ժողովուրդը սենց ինչ կլինի, էլ ես տեսահոլովակ չեմ նկար անելու, իրանք որ սենց են մտածում, իրանք արգանդից ինչ պետք է հասկանան, վերջը։ Մեկ էլ ասեցի լավ, մի րոպե սպասի, ու մի հատ պրովոկացիոնի բան գրեցի, ասեցի բա չեք համաչում ապուշություններ եք գրում էջիս, ու տեղից սկսվեց, որ ապուշը դու ես բան, ուրեմն այդ կռվարարների հետ ես շատ վաղ տարիքից եմ իմանում, որ ինչպես պետք է իրանց հետ շփվել, ուրեմն կռվարարի, եթե ուզում ես պատժես, իր կռվի մեջ չպետք է մտնես։ Ամենամեծ պատիժը դա է, կռվարարը միշտ պատրաստ է կռվելու։ Իրան վերջ չունի, ինքը անընդհատ բան ունի ասելու այդ կռվի մեջ, եթե հանկարծ բախտներդ բերի, որ իրան ուզեք այդ կռվի մեջ, լեզվակռվի մեջ ուզեք հաղթել, այդ դեպքում մի անգամից իրանք վերակերպարավորվում են ժերտվայի, զոհի, մի անգամից սկսում են լացել, ոնց որ աչքերի հետևից ոնց որ պատրաստ վեդրոներ դրած լինի, սկսում են լացել, որ իրանք այս ծանր կյանքով են ապրել, դու էլ վրայից ես իրանց տենց նեղում, դու ավելի ես վատ զգում, ասում ես ավելի լավ էր սկզբից ասեի, դու հաղթել ես, ուրեմն կռվարարների հետ չենք խաղում։ Ես այդ կռվարարների հետ չենք կռվում ոչ մի դեպքում, կռվարարների հետ մի բան էլ ասեմ, որ իրանք շատ վախկոտ են։ Կռվարարները ինչ են կռվարար, իր անգրագիտությունից է։ Ինչքան քիչ գիտելիք սահմանանից, չի որ մենք սաղասի ինչ գիտելիքներ ունենք, հիմա մանավանդ արհեստական բանականություն կա, մեր բոլորից գիտելիքներն սահմանափակ են, բայց ընդհանուր մարդկային ռեսուրսով որ վերցնես պոտենցիալով, ինչքան շատ ես աճում, այդքան շատ աճելու տեղ ունես, իսկ այն ովքեր որ չեն աճում, բայց տեսնում են աճողներին, իրանք սկսում են կռվել, դե որտեղ կամ գիրք պետք է կարդան, կամ այդ կռվելով իրանց տեղը պահեն, իրենց այդպես է թվում, ու քանի որ անգրագետ են, իրենք էլ գիտեն, որ անգրագետ են, հետն էլ շատ վախկոտ են։ Մի հատ հու ես անում, եթե տեսնում ես չես ուզում կռվես, բայց իրան պետք է ճանապարհից հետ հանես, վախկոտ են, էդ էլ պետք է իմանանք։ Գրագիտությունը ուրեմն ուժ է տալիս, անվախություն է տալիս, շատ մեծ զորություն է տալիս գիրք կարդալ։ Հիմա այս սրան բլոկեցի այդ թուրքական երաժշտություն գրողին,
Ուրեմն սա վատ լուրն էր։ Սա վատ լուրն էր, բայց ինձ համար էլ սա էլ է շատ մեծ լուր, որ սրանք մենք չենք, ժողովուրդ ջան, սրանք հատուկ այն մարդիկ, ովքեր բլոգ են վարում, վատ են զգում այդ կոմենտներից, բլոկում եք ու ոչ մի շատ անտեղի են գրում, կարող է շատ գրագետ գրեն, շատ քիչ են։ Հիմա լավ լուրը մարտի 8-ին ասեցի դե ինչ պետք է անեմ, մարտի 8-ին մարդիկ բոլորը մարտի 8 են նշում, ես կգնամ Սպարապետի ֆիլմը կնայեմ։ Ուրեմն մարտի 8-ին փորձեցի գնամ Սպարապետի, ուրեմն տոմս չկար։ Մի օր չկա տոմս, երկրորդ օր չկա, ես ամսի 15-ին 9:30 սեանսին նոր կարողացել եմ մտնել Վազգենի ֆիլմը նայել, այն էլ դահլիճը լիքը։ Ժողովուրդ ջան, այն մարդիկ, ովքեր վատ են զգում, որ մեր ազգը անգրագետ է, չենք զարգացել եւ այլն, պիտի գնաք Սպարապետը նայեք։ Առաջինը ոչ թե ֆիլմի համար այդքան, ինչքան որ դահլիճները լիքն են։ Մարդիկ Սպարապետ են նայում։ Մեր նկարագիրը դա է։ Ես զարմանում եմ, մեր ներսի չարուշերը, որ մեր երկիրը փորձում են քանդել, ոնց չեն կանգնեցրել այդ process-ը, չեն պատկերացրել երևի, որ սա, բայց սա մեծ ուժ է, որ մենք ազգովի նայում ենք Վազգեն Սպարապետ։ Ֆիլմն էլ է շատ լավ է, ովքեր որ չեն նայել, ուրեմն դուք լավ շրջապատ չունեք, որովհետև եթե լավ շրջապատ ունեք, ձեզ այդ շրջապատից մեկը կանչելու էր տաներ ֆիլմը նայեք, այդ ձեր վերանայեք ձեր շրջապատը, անպայման պետք է հայրենասեր մարդիկ լինեն, կողքդ քեզանից առաջ մեկը պիտի լինի, քո հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ, գրագիտությամբ, եթե չկան, պետք է շրջապատը վերանայել, ճիշտ մարդկանց հետ ընկերություն անել, շփվել, ուրեմն մենք լուրջ է սա, այս ամեն ինչը շատ լավ է, մի վատ բան էլ ասեմ, որ ընկերներից մեկը կիսվել էր ոնց որ թե Կադաֆի բառերն էր գրել, որ եթե այս պատերազմները հրահրողների մասին նկատի ուներ գլոբալիստ են, թե ինչ են, որ դրանց ուզածը նա է, որ այս մանր-մունր երկրները վերացնեն, նկատի ուներ Լիբանան, Սիրիա, որ Իսրայելի սահմանը լինի միանգամից Թուրքիայի հետ։ Չգիտենք դա ինչքանով է ճշմարիտ, բայց շատ մոտիկ է, ինչ որ տեսնում ենք, շատ մոտիկ է ճշմարտությանը։ Դե եթե իրենց համար Լիբանան ու Սիրիան մանր-մունր երկրներ են, պարզ արդեն իրենք, եթե այդ գլոբալիստները կան ու այդ պատերազմները հրահրում են, պարզ արդեն իրենք մեզ ում երկրի կազմում են տեսնում, որպես վիլայետ, մենք կարող ենք դիմադրել այդ ուժերին։ Անպայման կարող ենք, ժողովուրդ ջան, այնպայման նորից գնացեք Վազգեն Սպարապետի ֆիլմը նայեք, որ մի մարդ էլ կարա պատմություն փոխի։ Սա շատ կարևոր է, որ մենք իմանանք, որ մենք պատասխանատու ենք այս երկրին, ժողովուրդը նորմալ ընտրությունանող է, նորմալ Վազգեն Սպարապետ ֆիլմ դիտորդ է, ոչ թե ապուշություններ գրողներն են Facebook-ում, YouTube-ում եւ այլն։ Սա մեծ ուժ է։ Եկեք օգտագործենք, բայց էլ են մարդիկ պետք, արտասահմանից եկեք, ովքեր որ հասել են, որ պետք է այս երկրին օգնեն, օգտակար լինեն, լավ որ բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։